Ողջույն, այսօրվա մեր թեման տոնայնություններն են, որոնք են տոնայնությունները։ Տոնայնությունները դրանք մաժոր և մինոր լադերն են, որոնք ունեն հստակ կառուցվածք և բարձրություն։ Օրինակ, մաժոր տոնայնության կառուցվածքը, ինչպես հիշում ենք, տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն է։ Մինոր տոնայնության կառուցվածքը տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն է։ Առաջին աստիճանը տոնայնության կոչվում է տոնիկա։ Հետևաբար, հնչյունը, որով սկսվում է մեր տոնայնությունը, հենց այդպես էլ մեր տոնայնությունը կոչվում է։ Օրինակ, եթե մեր տոնիկան առաջին հնչյունը դոն է, ուրեմն տոնայնությունը կլինի կամ դո մաժոր, կամ դո մինոր։ Եթե մենք տոնայնություն ունենք, օրինակ, ռե հնչյունը, ուրեմն տոնայնությունը կլինի կամ ռե մաժոր, կամ ռե մինոր։ Եթե մի հնչյունն է, մի մաժոր կամ մի մինոր։ Այսինքն տոնայնության անվանումը հենց կախված է տոնիկայից, առաջին աստիճանից։ Եկեք նվագենք և սեղնաշարի վրա ցույց տամ մաժոր և մինոր տոնայնությունների կառուցվածքը։ Իսկ հիմա ինչ կնվագենք տոնայնությունների կառուցվածքները, եկեք հասկանանք, որոնք են կիսատոները և տոները։ Օրինակ, կիսատոնը դա երկու հնչյունների միջև ամենամոտիկ տարածությունն է։ Նայեք, հնչյուններն այնքան մոտիկ են, կարծես իրար մեջ լինեն։ Եվ ինչպես հիշում եք, մի ֆան և սի դոն ևս կիսատոներ են։ Նայեք, իրենց արանքում չկա սև ստեղն, կիսատոներ են։ Ահա, կիսատոն, կիսատոն, ամենամոտիկ երկու հնչյունները կոչվում են կիսատոներ։ Հիմա նայեք, սա տոն է, ինչու կիսատոն գումարած կիսատոն հավասար է մեկ ամբողջ տոն, ուրեմն սա տոն է, իսկ սա կիսատոն, հասկացանք։ Հիմա նայեք, դո ռե տոն է, ինչպես հիշում ենք, ռե մի տոն, մի ֆա կիսատոն, ուրեմն տոնայնության կառուցվածքը տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն, մաժոր տոնայնության կառուցվածքը տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն է։ Հիմա եկեք մինոր տոնայնության կառուցվածքը հասկանանք։ Նայեք, հիշում եք տոն, կիսատոները, տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն։ Մինոր տոնայնության կառուցվածքն էլ տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն է։ Մենք պետք է լավ հիշենք այս տոնայնությունների կառուցվածքը, քանի որ յուրաքանչյուր հնչյունից մենք կարող ենք ստանալ մաժոր և մինոր տոնայնություններ, ինչպես հիշում եք, օրինակ եկեք վերցնենք ռե հնչյունից։ Մաժոր և մինոր տոնայնությունները։ Մաժոր տոնայնության կառուցվածքը տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն է։ Տոն, տոն, ինչու տոն, ինչու ֆա դիեզ, քանի որ մի ֆան կիսատոն է, բայց մեզ պետք է տոն։ Տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն։ Ուրեմն ռե հնչյունից մաժոր տոնայնության կառուցվածքը, որ նվագում ենք, մենք ունենում ենք երկու նշան, ֆա դիեզ և դո դիեզ։ Եկեք ռե հնչյունից մինոր տոնայնությունը կառուցենք։ Տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն։ Իսկ ռե մինորը կունենա մեկ նշան, սի բեմոլ։ Մենք կարող ենք բոլոր հնչյուններից կառուցել մաժոր և մինոր տոնայնություններ։ Եկեք վերջինը, լավ, ֆա հնչյունից։ Տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն։ Ֆա հնչյունից ֆա մաժորը ունի մեկ նշան, սի բեմոլ։ Եկեք ֆա մինորը տեսնենք։ Տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն։ Ուրեմն ֆա մինորն էլ ունի 4 բեմոլ, սի բեմոլ, մի բեմոլ, ռե բեմոլ և լա բեմոլ, 4 բեմոլ։ Սա էլ մինոր, ֆա մինոր գամաներ։ Իսկ սա ֆա մաժորը։
Ուրեմն հիշեցինք, մաժոր տոնայնության կառուցվածքը տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն է։ Մինոր տոնայնության կառուցվածքը տոն, կիսատոն, տոն, տոն,